Մեր քաղաքացիների մի մասը հնարավոր է ասեն, թե երկխոսությունը թուլացնում է պետությունը եւ կարող է պարունակել կոռուպցիոն ռիսկեր։ Այս մտավախություններին մենք միանշանակ պատասխանում ենք։ Արդարությունը բացառում է որևէ տեսակ կոռուպցիա։ Խնամի բարեկամություն, ավտորիտարիզմը անթույլատրելի է, անկախ դրա քաղաքական գունավորումից։ Ուժեղ ինստիտուտները խարիզմատիկ առաջնորդներից ուժեղ են։ Մեզ պետք է ուժ, արդարության եւ միավորման միջոցով։ Իրապես ուժեղ պետությունը արդար պետությունն է։ Երկխոսությունը եւ փոխզիջման համաձայնությունը հարկադրանքից ու հակադրությունից ավելի արդյունավետ են։ Մենք դա կապահովենք արդարադատության անկախ համակարգով, զերծ պահելով որևէ մեկի քաղաքական ազդեցությունից։ Երկարաժամկետ կայունությունն այս րոպեական, տակտիկական, ճակերտավոր հաղթանակներից առավել կարևոր է։ Հասարակության իրական միավորումը ազգային ուժի գլխավոր աղբյուրն է։ Ոչնչացնելուց ու քանդելուց ստեղծարար ճանապարհին կանգնելը քաղաքական համակարգի հասունության նշան է։ Եվ վերջում, ջանքերը արդյունք են տալիս։ Միասնության թևեր նախաձեռնությունը հրավեր է բոլոր հայերին միավորվելու պարզ, բայց հզոր գաղափարի շուրջ։ Հայաստանում կարող է եւ պետք է հաղթանակի արդարությունը։ Սա հասանելի նպատակ է։ Մեր գլխավոր ուղերձն է դա շտկել, ուղղել կարելի է եւ մենք դա անելու ենք միասին, արդար ու արդյունավետ։ Արդարությանն ուղղված ջանքերը բոլորինս են։ Յուրաքանչյուր մեր հայրենակից անկախ նախկին կամ ներկա քաղաքական նախընտրություններից կարող է կազմել այս շարժման մասը։ Հակադրության դարաշրջանն ավարտված է, եկել է արարելու ժամանակը։